Բարի երեկո։ Բարի երեկո։ Հուսանք տրամադրությունը լավ է։ Մարտական։ Այդ շատ լավ է, որ մարտական է, որովհետև բավական շատ զարգացումներ կան եւ նաեւ հարցեր կան եւ հատկապես ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի դիրքորոշումները այս պայն իսկապես չափազանց կարեւոր են։ Մինչ ձեր տաղավար գալը մենք քննարկում ենք Գագիկ Ծառուկյանի հետ կապված զարգացումները եւ խոսում էինք քաղաքական ուժերի կուսակցությունների արձագանքի մասին։ Երեք մի քանի հայտարարություն եղավ, նախ 8 կուսակցությունները ընդդիմադիր, հետո Հայաստան դաշինքը, հետո դուք սկզբից միանգամից հարց տանք, ինչու դուք չկայիք այդ 8-ի մեջ, ինչու էր առանձին, ընդդիմությունը նման դեպքերում ընդհանրապես կոնսոլիդացված գործում է, թե ինչ որ մարտավարություն կա, որ այդպես է ընթանում։ Տեսեք, նախ շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար, շատ ուրախ եմ գտնվել ձեր տաղավարում, կապված պարոն Ծառուկյանի դեպքերի ու հայտարարության հետ կապված առանձնահատուկ որևիցե կամ կարևոր բան տեղի չի ունեցել կապված հայտարարության հետ, ուղղակի զուտ այդպես ստացվեց, որովհետև նախորդիվ էլ նաև մեր մոտ կային հայտարարություններ, որոնց մասով իրականում գաղափարը միտքը նույնն էր, բայց պայի բերումով առանձին է ստացվել, բայց այստեղ կարևորագույն խնդիրն այն է, որ բոլորիս մոտ ընդդիմադիր դաշտում ցանկացած adekvat իրավագիտակից մարդու մոտ կար կարծիք ու այսպես ասածա միտք, համաձայն որի երեկվա տեղի ունեցած է հայտարարություններ ու դա միանշանակ մեր բոլորի կողմից դատապարտվել է։ Ինչ որ վստահեցնում եմ ձեզ, ինչ որ տողատակ որպես այդպեսին արկա չէ եւ ելի եմ կրկնում, այստեղ մենք այնքան ցավոք սրտի այնքան վատ իրականության մեջ ենք ապրում Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների պատճառով, որ կարևորագույն հարցը ոչ թե դա պետք է լինի կամ մտածմունքը, հա, այլ այն թե ինչ բռնապետական վիճակում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը։ Սա մեր երկրորդ հարցն է, որի մասին կարելի է։ Հա, ու հենց ուժեղ Հայաստան կուսակցության մասով, որովհետև ես միայն Սամվել Կարապետյանի այն մեծ հարցազրույցից, այդ 5, կարծեմ 5 խմբագիրների հետ իմացա, որ այդ հարցազրույցի պահի դրությամբ, այսինքն երևի 2 շաբաթ առաջ էր մոտավորապես 103 կալանավորված կար, ինչքան գիտեմ, միայն Արթուր Ավանեսյանն են բաց թողել, գուցե էլի մարդկանց, նո բաց թողել, որ նա տնային կալանք են տվել, սխալ ասեցի, դա բաց թողել չի։ Այս պահի դրությամբ քանի մարդ է բանտերում։ Եթե չեմ սխալվում, եթե խոսում ենք միայն կալանավորված ու կալանք ովքեր որ պատիժ այսպես ասենք, կալանքը կրում են քերակատարողական հիմնարկներում, գերազանցում է, եթե չեմ սխալվում 70-ը, բայց ցավոք սրտի այսօր էլ վստահ եմ տեսած կլինեք, կենտրոնական ընդդիմական հանձնաժողով նոր դիմումներ էին մուտք արել, ճիշտ է մի մասը ԿՀ-ն հետ էր վերադարձրել։ Դրա ասում մենք բրծանք արդեն գնացեք ազգային ժողով։ Արդեն դուք ձեր հարցեր արեք, մենք ինչ պետք էր արեցինք, ինչքան հնարավոր է վնաս տալ տվել ենք, այնպես որ ըմբրոսումը դուք գնացեք, դուք ձերոնցով այդ հարցերը լուծեք, բայց մենք այստեղ ուրիշ ավելի մեծ խնդիր ունենք, իրականում կալանավորների քանակը, ինչ ասեմ, քիչ չի, բայց մենք ձերբակալված ունեցել ենք շուրջ արդեն, եթե չեմ սխալվում, մոտ հասնում է թիվը 800 հոգու։ Այսինքն 800 մեր թիմակցի փորձել են ձերբակալեն, փորձել են կալանավորեն, փորձել են վախեցնել, այս իրոք ընդդությունների նախաշեմին ընդդություններից հետո իմ անձնական կարծիքով երևի հյուսիսային Կորեայում նմանատիպ Ես դա էի ուզում հարցնել հաջորդը, բայց մի հատ կալանքների, տնային կալանքների տակ ինչքան մարդ կա։ Տնային կալանքների տակ շուրջ վերջի տվյալներով չի գերազանցում այս պահին 100-ը, բայց տնային կալանքների մեկտեղ ունենք նաև վարչական վերահսկողություն, գրավ։ Այսինքն 150-ից ավելի մարդ, ավելի մոտ 200-ին հիմա կամ բանտերում է կամ տնային կալանքի տակ է։ Մյուս բանը կարևոր, որ իմացա այդ հարցազրույցից, հա, մենք քաղաքական ուժի մասին ենք խոսում։ Մյուս կարևոր բանը, որ իմացա, որ ընտրությունների նախորդող մի քանի օրվա ընթացքում 760 հոգի մարդեր ձերբակալվել։ Հա, իրանց մեծ մասը բացաթողնվել, բայց ընտրությունների նախորդ օրին մի հատ, եթե հնարավոր է, էլի, հասկանանք ինչպես է դա ազդել ուժեղ Հայաստանի կարողությունների վրա ընտրության օրը։
Տեսեք, իրականում իրենց կողմից շատ լավ մտածված մեխանիզմ գործեց ընտրությունների նախաշեմին, ընտրությունների հենց այդ օրը ինչ արեցին։ Ընտրությունների նախաշեմին փորձեցին յուրաքանչյուր տարածաշրջանի համեմատած ակտիվ մեր համակիրներին, մեր կուսակցական ընկերներին փորձեցին իզոլացնել, այսպես ասած, դուրս թողնել իրենց խաղից։ Մեծ խնդիր ունեցանք նաև ընտրության հենց օրը։ Մենք տեղամասեր ենք ունեցել, օրինակ Շիրակի մարզում։ Տեղամասեր ենք ունեցել, որտեղ ընտրության օրը առավոտյան 6-ին մտել են շատ շնորհքով մտել են մարդկանց բնակարաններ, տարել են սկզբնական շրջանում անհայտ ուղղությամբ, այնուհետև ձերբակալվածների պահման վայր, ոստիկանություն եւ այլն, ու շատ մարդկանց բաց են թողել ընտրություններից հետո, այսինքն ժամը 8-ից հետո։ Այսինքն տեղամաս ենք ունեցել, որտեղ որ մեր վստահված անձինք հնարավորություն չեն ունեցել այնտեղ գտնվելու։ Այսինքն մեկ այդտեղ օղակի մեջ մեծ խնդիր էր, որ մենք տեղամասերում ժամը 12-ին 1-ին նոր կարողացել ենք համալրումներ անել։ Նաև դրա հետ մեկտեղ այդ ձերբակալությունները, ցուցադրական բաները թաղամասերում վախի անհասկանալի չի իրականում, բայց վախի, այսպես ասած, լուրջ մթնոլորտ սփռեց, նույնիսկ մարդիկ եղան, որ այդ վախեցած վիճակից ընտրություններին չեն գնաց, որովհետև թաղամասի նաև մեր թաղամասի մասին է խոսքը, այդտեղ ես անձամբ գիտեմ, որ այդ խնդիրն եղել է, որովհետև տեսեք ընտրություններից քեզ ժամ առաջ օրինակի համար չգիտեմ մտնում են երկու տուն, իմանալով որտեղ են վստահված անձինք, ով էր մեր գլխամասային գրասենյակ, գնում այդ ամբողջ տեղեկատվությունը իրենք ունեին, որովհետև նախորդ օրերին էլ օրինակ մեր գլխամասային գրասենյակում անդադար անհասկանալի մեքենաներ մարդիկ էին կանգնած ուսումնասիրում էին ով է մտնում, ով է ելնում, այսինքն հնարավոր բոլոր ձևերով կեղծել են, խանգարել են, որովհետև հենց այդտեղ ենք խոսում, որ իրանք հասկացել էին, որ գլխավոր ընդդիմադիր ուժեղ Հայաստանն է ու միանշանակ ուժեղ Հայաստան հնարավորություն ուներ, այսպես ասենք, կահանքեց անելու Նիկոլ Փաշինյանին։ Դրա համար ընտրեցին հնարավոր օրինական եւ ոչ օրինական բոլոր ճանապարհները, վնասեցին ինչքան կարող էին ու տեսեք, երբ որ ունես համակիր, ով որ ակտիվ է, ով որ գաղափարային առումով շատ ավելի մոդ էր մեր կուսակցությանը ու տագը որ կառուցված էր բուրգը, այսպես ասենք, իրենք առանձնացրեցին այդ մարդուն, ներքևում մնացին մեր մյուս համակիրները, բայց մի բան խախտվեց միանշանակ, որովհետև կար տեղեկատվություն, կար ձևաչափ, որ օրինակ X մարդը ուներ։ Դրա համար իրանք իմանալով ով է, միանգամից առանձնացրեցին, ամբողջը այդ առնվազն այդ տարածքում փլվեց։ Հիմա տեսեք, սպասելի էր, չէ՞ որ դա լինելու էր բնականաբար, որովհետև նաև նախորդ ամիսներին մենք դեռ ընտրության անմիջապես նախորդող օրերի մասին ենք խոսում, բայց ամիսներ շարունակ ասենք կուսակցության հիմնադիրը ինքը հենց տնային կալանքի տակ էր, միջով այդ կալանքի տակ ներողություն Հրանտ ջան, մի կարևոր դրվագ Ռուբենի հենց հետ անձի հետ կապված, ես Ռուբենին հերրակա առաջի անգամ ճանաչեցի, երբ որ մարտին էր, հա, Գյումրի։ Հոկտեմբերի։ Ընտրությունները մարտ էր, բայց դեպքը եղավ հոկտեմբերին։ Հա, հոկտեմբերի 20։ Հոկտեմբերի 20-ին։ Հա, երբ որ եկան սկսեցին Գյումրիում այդ զանգվածային բռնոցիները, այսպես ասած, այդ ժամանակ Ռուբենին վիդեոն նայել եմ, էլի, իր համար ուղակի կանգնած է, ոչ մի բան չի անում, գալիս հարձակվում, բռնում են, տանում են, ձերբակալում են, քանի օր պահեցին։ Ծուռեր կանգնած, աչքերը ընկնում։ Ասենք այդ ժամանակ դեռ ուժեղ Հայաստան չկար, դեռ մեր ձևովն էր։ Իրանք դեռ ուրիշ խնդիր կար, տեսեք, առաջի գրասենյակը դե Գյումրիում բացեցինք։ Ես Շիրակի մարզի պատասխանատուն եմ, Գյումրիում բացեցինք ամսի 4-ին, գումար, չգիտեմ կհիշեք թե չէ, գումար չէին տվել քաղաքապետարանին, որովհետև չէին մարզել, որ Վարդան Ղուկասյանն էր քաղաքապետ նշանակվել, ընտրվել։ Մեր ձևովը քաղաքի տոնը կազմակերպեց։ Ու իրանք այդ չէին մարզել, մեր շուկով արեցինք, համ գրասենյակի բացումները մեր շուկով քաղաքի տոնը, համերգ, հրավառություն, մեր գյումրեցիներին հրաշալի տոն պարգևեցինք ու ամենակարևորը այստեղ ինչն էր, վարչապետը կամ որևիցե մեկը Գյումրու քաղաքի օրը չշնորհավորեց։ Ասենք այդ ամենայն անգործությամբ ոչ մի ձև չի տեղավորում, դաժե մեկնաբանելու կարիք ունի, հա, ասենք հանրապետության վարչապետը ինչ է թե իր ուզած մարդը չի քաղաքապետ, երկրորդ քաղաքի մասին է խոսում, չի շնորհավորում,
Չգիտեմ էլ ինչ է, բայց բռներ հանձներ Թուրքիա ինչ դեր դժգոհ։ չեմ Չէ, դե հասկանում։ Գիտես խնդում ենք, բայց խնդալու չի էլի։